Տիկին Մանասյան լրագրողները հաճախ հենց այդ ատելության խոսքի թիրախ են դառնում նաև։ Ուզում եմ հասկանալ, դուք ընդհանրապես հետևում եք իրավիճակին, ինչ է կատարվում ընդհանրապես, հատկապես ուզում եմ անդրադառնանք ազգային ժողովին, երբ ոչեպազրույցների ժամանակ որոշ պատգամավորներ լրագրողներին որոշում են, թե լրագրողը որտեղ կանգնի, ինչպես խոսի, ինչ հարց տա, կամ միկրոֆոնի գույնից, օրինակ ճակերտավոր գազազում են, ասում են, այս միկրոֆոնով լրագրողին չեմ պատասխանի։ Դրանք հիմնականում ուղիղ եթերում են լինում, ուզում եմ հասկանալ մշտադիտարկում իրականացվում է, ու ունեք դուք այդ պատկերը, ու արդյոք պատգամավորների հետ եք աշխատելու, որ այդ ատելության խոսքը նաև իրանց կողմից մի քիչ կչանա։ Ես կուզենամ հատուկ արձանագրել, որ ատելության խոսքի հետ կապված պատկերացումները նախ մեր հասարակական միջավայրում այնքան էլ պատշաճ չեն, որովհետև ցանկացած խոսք, որն ինչ որ առումով կարող է բացասական թվալ, դիտարկվում է որպես ատելության խոսք, մինչդեռ ատելության խոսքը ինքնին շատ այլ երևույթ է իրենից ենթադրում, եւ այսօրվա միջոցառման շրջանակներում մենք դրա վերաբերյալ խոսելու հնարավորություն բնականաբար կունենանք։ Ես ինքս էլ այդ թեմայի վերաբերյալ կխոսեմ, բայց քանի որ հարցը տվեցիք նաև լրագրողների մասնագիտական գործունեության անխոչնդոտ իրացման համատեքստում, ես կուզենամ արձանագրել, որ մենք մշտադիտարկում ենք ոչ միայն ատելության խոսքի հետ կապված ընդհանուր գործընթացները, այլ մշտադիտարկում ենք ցանկացած երևույթ, որը կարող է թե լրագրողների մասնագիտական գործունեությունը անխոչնդոտ լինելուց որոշակի առումով շեղում հանդիսանալ, թե ցանկացած խոսքի տեսակ, որը միգուցե քրեա իրավական պատասխանատվության ենթակա չէ, բայց խնդրահարույց է։ Եվ սա ուզում եմ հատուկ շեշտադրել, ուղղված է բոլոր խմբերին, այո, այդ դեպքում շատ դեպքերում տարբեր իրավիճակներում նաև դեպքեր են ունենում լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտումների հետ կապված կամ միգուցե առերևույթ խոչընդոտումներ չեն դրանք, բայց օրինակ տարբեր թե խոսքի տեսանկյունից են խնդրահարույց, թե պարզապես ճիշտ չեն ընդհանրապես խոսքը հնչեցնելու համատեքստում։ Այս առումով կուզենամ ուղղակի հատուկ արձանագրել, որ շատ կարևոր է թե պաշտոնատար անձանց էթիկայի նորմերի պահպանումը, թե լրագրողների կողմից բնականաբար էթիկայի պահպանումը, եւ նաեւ կուզենամ հատուկ արձանագրել, որ մեր այս միջոցառումը հենց այնպիսի հարթակ է, որտեղ մենք ոչ թե այսպես ասած պետք է մրցակցենք միմյանց հետ, խմբերը առանձնացնելու եւ այլնի համատեքստում, այլ հակառակը մենք պետք է ձևավորենք համագործակցային հարթակ մարդու իրավունքների պաշտպանի եւ մեր գործընկերների հետ կազմակերպված այս միջոցառումների համատեքստում այդ թվում, որպեսզի կարողանանք լուծել գոյություն ունեցող խնդիրները։ Տիկին Մանասյան, դուք ինչ մոնիտորինգ եք իրականացնում, օրինակ ինչ տվյալներ կարող եք ներկայացնել, չէ՞ վերջին եւ մի քանի ամսվա տվյալ գուցե ատելության խոսքը որտեղ է գերակշռել, ինչ բնույթի է եղել։ Ատելության խոսքն առաջին հերթին խտրական խոսքն է, որը հիմնված է անձի կամ անձանց խմբի ինքնության հետ կապված, որևէ պատկանելության վրա։ Մասնավորապես դա կարող է լինել անձի կրոնական, ազգային, էթնիկ պատկանելություն, սեռի հիմքով ատելության կամ խտրական խոսք, գենդերային ինքնության հիմքով եւ մի շարք այլ հիմքերով։ Սա վտանգավոր է ինչու, որովհետեւ այն վտանգները ձևավորում ոչ թե կոնկրետ անձի տեսանկյունից, այլ վտանգավոր է, որովհետեւ այն ըստ էության հիմքեր է ձևավորում տարատեսակ խտրական մոտեցումների եւ ատելության կոնկրետ խմբի նկատմամբ եւ ուզենամ արձանագրել, որ Հայաստանում բազմապիսի այս խոսքը եւ այն հնչում է թե հանրային գործիչների կողմից, որոնք իրոք մեծ դերակատարություն ունեն նաեւ հանրության մեջ, ինչ որ ընկալումներ ձևավորելու առումով, բայց դրա հետ մեկտեղ այն հնչում է շատ դեպքերում նաեւ մասնագիտական համայնքների համատեքստում, ինչը շատ ավելի վտանգավոր է եւ նորից կուզենամ կրկնել, որ երևույթի ծավալները բավականին մեծ են եւ որովհետեւ մենք խնդրի լուծում ստանանք, մենք ոչ թե հիմա այսպես փորձում ենք ձևավորել ինչ-որ մեղադրական միջավայր, միմյանց խարազանելու միջավայր, այլ այս միջոցառման միջոցով մենք փորձում ենք նաեւ ձևավորել հարթակ, որովհետեւ կարողանանք շատ կառուցողական եղանակով քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են եւ դրանց համար գտնել լուծումներ։ Նորից կրկնեմ, խոսքը վերաբերում է ինչպես լրագրողական էթիկայի պահպանմանը այս խոսքի տարածման համատեքստում, նույնքան էլ խոսքը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից թե էթիկայի նորմերի պահպանմանը, թե նաև ատելության խոսքի կանխարգելմանը, որովհետև թե լրագրողները, թե պաշտոնատար անձինք, թե հանրային գործիչները շատ մեծ դերակատարություն ունեն նաև նմանատիպ խոսքին հակազդելու հարցում։